Երկված են բոլոր երկերը Բոլոր կենացներն ասված Խաղացված են բոլոր տերերը Նոր չէ և երկիրն արարված Բայց նոր է քո խոսքը, քո գործը Որ բերել է զարթոն կարտնացում Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում Կհնչեն ապագա երկերը Շեփորները հաղթական օրվա Գահայտնի մեր նախնյաց երկիրը Մոխրացած անցյալի վրա Եվ նոր է քո խոսքը, քո գործը Որ բերել է զարթոն կարտնացում Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում Բարի գալուստ մեր հնագույն սրբավայրերից մեկը, գրեթե 5000-ամյա։ Այո, որը Միհյան է։ Միհյանները, ինչպես գիտենք, Միհրդիցին նվիրված սրբավայրերն են։ Այս սրբավայրը մի փոքր տեղից շեղված է, նախնական իր տեղից 400 մետրի չափ շեղում ունի։ Սակայն նույնպես համարվում է սրբավայր, ոչինչ չի փոխվել։ Մինչ օրս ինքը համարվում է Միհյան։ Սկսենք սկզբից։ Ամենասկզբում բնակավայրը, որ դեռ շատ փոքր էր, ընդամենը 8 ընտանիքից կազմված, կոչվել է Հարիճար։ Սուրբ Սրբոց Սրբերից Արարչի դրած անվանումը Հարիճար է եղել։ Այնուհետև 22 տարի անց այստեղ սկսում է բնակչությունը շատանալ և ապա հիմնադրվում է առաջին սրբավայրը, որը հիմնահատակ ավերվել է, Գոհար ջան, սկսենք երկրորդ սրբավայրից։ Սկսենք նախ նրանից, երբ առաջին սրբավայրը այստեղ հիմնադրվել, դա եղել է մեր թվարկությունից առաջ 2008 թվականին սկսվել է կառուցումը, իսկ 1999-ին արդեն իսկ կառուցված եւ գործող է եղել։ Մենք գիտենք, որ բոլոր սրբավայրերը իրենց կառուցումը տևել է 9 տարի, ինչպես եւ այս սրբավայրը։ Այսինքն դրանից եւս գրեթե 1000 տարի առաջ այստեղ արդեն բնակավայրը եղել է։ Այնուհետև ավերվելուց հետո ինչպես ասաց Լիլիթը, մի փոքր տեղափոխված, արդեն ՄԹԱ 908 թվականին հիմնվել է արդեն դպրանոց սրբավայրը։ Այո։ Այ ամենահետաքրքիրն այստեղ է սկսվում։ Մի նկատառում ասեմ, շարունակիր Գոհար ջան։ Մնացած ամբողջ ընթացքում իր գոյության այս սրբավայրը եղել է երկակի նշանակության, եղել է եւ դպրանոց, իսկ դպրանոցը, ինչպես գիտենք մեր եթերներից, բարձրագույն ուսումնական հաստատություններն են եղել հնագույն եւ եղել է սրբավայր, այսինքն միաժամանակ։ Այն սկսել է գործել մեր թվարկությունից առաջ 899 թվականին եւ շատ հետաքրքիր անվանում է ունեցել Հրեն Գոգնոր, որը երբ բացահայտում ենք, հասկանում ենք, որ
նորանալու վայր, այսինքն մատնացույց է անում հրեն նորանալու վայրը։ Ինչ նկատի ունեին երկնայինները նորանալ ասելով, կրթվել, այստեղ ստանալ գիտելիքներ եւ ուզում եմ նշել նաեւ, որ կոնկրետ այս դպրանոցը այն 47 դպրանոցներից առաջնային 4-ի մեջ է մտել։ Այսինքն այո, առաջին քառյակի մեջ է մտել, որոնք համազոր են եղել, առաջնային են եղել, բայց սա իր տեղը զբաղեցրել է 4-րդ տեղում։ Քանի որ ինքը պարզապես չափսերով մի փոքր է եղել այն 3-ից։ Կարևորագույններից եւ լավագույններից մեկն է եղել։ Պատկերացնում եք, չէ, արևելյան Հայաստանի, այսպես ասենք, տարածքում 47 բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է եղել իր տված գիտելիքներով առաջին գծի վրա ուղղակի չափերով 4-րդը եւ ունեցել է իր մասշտաբների համար այն ժամանակվա համար փայլուն գրադարան, այո, 549 գրքերով։ Կանրադառնանք դեռ գրքերին։ Եկեք շարունակենք, քանի որ հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է այս դպրանոց սրբավայրը։ Հաջորդը դա 727 թվականին է եղել, որ կոչվել է Հարնեն։ Ինչը նշանակում է հավերժությունից եկող։ Մի բան հիշեցնեմ, Գոհար ջան, հրեն գոգնորին զուգահեռ տեղի ուսանողների եւ դասախոսական կազմի սիրած անունը ինչպես էր կոչում, ինչ ջրակ, հարգի ջրակ։ Այո, հարգի ջրակ, իրենք են այդպես։ Հա, այո, հարգի ջրակ կոչել են իրենց ուսումնական հաստատությունը։ Այսինքն էլի ջրակը զուգահեռ գործող անուն է։ Այո, լույսի խորհրդանիշն է եղել, որը հարգի, հարգված, այո, լույս ջրակ, որը որ երկնայինների մոտ, էլի մենք խոսել ենք նաև մեր եթերներում այս ամենի մասին, որ նրանք նկատի ունեն գիտելիքը, գիտելիքի լույսը, գիտելիքի ջրակը։ Էլի այս ամենից եկել է հարգի ջրակ, այնուհետև վերափոխվել է հառիճաբանկ։ Հետագայում ՄԹԱ 599-ից դպրանոց սրբավայրը կոչվել է Էրնեգնե, այսինքն Էրնեգ այնտեղ գտնվողներին, երնեք նրանց, ովքեր այնտեղ ստանում են այս գիտելիքը, ովքեր լուսաբանվում են, ովքեր բարձրացնում են իրենց որակական աստիճանները հենց այստեղով։ Դա 599 թվականից է եղել։ Եկեք մի հատ շնորհակալություն հայտնենք Ռուբեն Գրիգորյանին այս աշխատանքի համար տար առ տար, թիվ առ թիվ, ամբողջ այս տեղեկատվությունը ճշտելու համար։ Հա, այո, իսկապես սա հսկայական մի աշխատանք է, երբ մենք ընդամենը մի քանի րոպեում այսպես կարդում ենք, մատուցում ենք, ընկալում, հասկանում, բայց օր ու գիշերներ են, այո, տևում, մինչև այսքան մանրամասնությամբ, հատկապես ես ու Լիլիթն էլ այնքան հարցեր ենք տալիս, այն կարգի հարցեր, որ արդեն քիչ ամնում կռվի մեզ հետ։ Մենք իրեն հասկանում ենք, իսկապես հեշտ չի, բավականին դժվար է։ Լավ, հիմա հարց առաջանում, ով այստեղ աշխատում, ով աշխատել այստեղ։ Իհարկե, մեր երկնային տիրուհիներից Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Այսեմիկեի դուստրը Ագունանն։ Նա այստեղի գործող դիցն է եղել։ Այո, ի սկզբանե ինքն է եղել եւ այսօր էլ ինքը գործում է այստեղ։ Եվ ինչ հետաքրքիր, այստեղ սկսում է ժողովուրդ ջան, մեր պատմության, այ հիմա որ սա կպատմենք, դուք լիարժեք կպատկերացնեք, թե ինչի ենք մենք այս օրին հայտնվել։ Մի հատ գործառույթը ասենք նոր։ Խնդրեմ, ասա Լիլիթ ջան։ Գործառույթը, սիրելի հայրենակիցներ, հիմնական գործառույթը, որովհետև անկեղծ ասենք չկա սրբավայր, որը միայն մի գործառույթ ունի, գրեթե չկա, բայց հիմնական գործառույթը եղել է ծննդաբերությունների ժամանակ դժվարությունների հաղթահարում, այսինքն դժվար ծննդաբերող կանանց բերել են այստեղ, ամենայն հավանականությամբ ծննդատան նման ինչ-որ կից հիմնարկ է եղել, կառույց է եղել, որտեղ նրանք ծննդաբերել են և հետ ծննդաբերական վերականգնողական շրջան են անցել, վերցրել են բալիկին, գնացել են տուն։
Սա է հիմնականը եղել։ Եվ ներկայումս էլ կարելի է այստեղ գալ, խնդրել մեր առաջիկա ծննդաբերողների համար, որպեսզի նրանց մոտ այս process-ը հեշտ ընթանա, նրանք օգնական լինեն։ Ես ասեմ ձեզ, չեք պատկերացնի ինչ օգնություն է այն մարդիկ, ովքեր իրենց վրա իսկապես զգացել են երկնայինների օգնությունը ծննդաբերության հարցով, թեև մի փոքր անձնական է, բայց ես օրինակ կարող եմ ասել, երբ ես նրանց խնդրում էի ծննդաբերելուց առաջ, այնքան հեշտ եմ ծննդաբերել ընդամենը 2 ժամում 28 տարեկան հասակում, այդ օրը գիտեի, որ իրանք եկել էին, եկան, օգնեցին, իսկապես նրանց օգնությունը այս հարցում կա եւ շատ կարեւոր է, որ երբեմն լինում են ծննդաբերողներ չեն հաղթահարում անգամ ծնունդը, այդ այնպես որ հիշենք ու միշտ ագունանային փորձենք դիմել այս հարցով։ Անցնենք ամենակարևորին։ Այ հետ ենք գնում, փնտրում ենք, ասում ենք լավ, ինչն էր պատճառը։ Միթե այդքան թույլ էինք, որ մեզ կարողացան այդքան հեշտ այսպես կտրել մեր արմատներից, գալ եւ տիրանալ ու այսօր ասենք ունենք այն ինչ որ ունենք, բոլորս գիտենք, չեմ ուզում այդ ցավալի թեմայի մասին խոսել, բայց ուզում եմ խոսել հիմքերի, արմատների մասին, ինչպես դա տեղի ունեցավ։ Եվ հավատացեք, այո, մենք էլ ենք միշտ փնտրել, որտեղ ա եղել մեր վրիպումը, որ այսպես է տեղի ունեցել։ Մենք այս ճակատագրին արժանացանք։ Այ ամենավառ օրինակը հենց այս սրբավայրերից մեկն է, որը եղել է դպրանոց։ Եվ ինչ ա եղել։ Հակառակորդը բնականաբար իր ծրագրերը չի կառուցում մեկ օրում կամ մի ամսում կամ 100 տարում եւ սկսում իրագործել։ Նրանք հազարամյակներով են դրան պատրաստվում։ Նույնն էլ այս պարագայում նրանք որպեսզի իրենց ծրագիրը առաջ տանեն, տիրանան եւ աշխարհին եւ իրենց կրոնը ներմուծեն, առհասարակ կրոնները ներմուծեն, նրանք հասկանում են, որ որպեսզի կարողանաս մարդու վրա ազդես, առաջին հերթին նրան պիտի նախ կտրես արմատներից, երկրորդը կտրես գիտելիքից, իսպառ ոչնչացնես, որ կարողանաս տիրանաս։ Եվ հենց այդպես էլ վարվել են։ Այո, գիտությունը ամեն չարիքի աղբյուրն է, մեկ ընդմիշտ հիշում Եթե մենք այսքան բան այն ժամանակ իմանայինք, ով մեզ կարող էր կտրել մեր արմատներից։ Այսօր եկեք տեսեք, ընդամենը 50 տարի չի անցել, ինչ որ սկսվել, ասենք, այս նույն process-ը ինչ որ տեղի է ունենում, հա։ Մեր աչքի առաջ է դա տեղի ունենում։ Պատմությունը կեղծվում մեր աչքի առաջ։ Դպրոցներում հանվում են առարկաներ եւ այլն, այդ ամենը մեր աչքի առաջ է։ Դա ինչի համար։ Հերթական ծրագիր իրականացնելու համար։ Այսօր 50 տարի է, եթե մենք այսօր մատաղ սերնդին կանգնենք, հարցնենք ինչ որ մի բան, նույնիսկ երիտասարդներին, 20-25-30 տարեկաններին հասկանում ենք, որ շատերը անգամ ոչ մեր պատմությունը գիտեն, ոչ մեր գրողներին գիտեն, ոչ մեր մշակույթին են ծանոթ։ Ամեն ինչ արհեստական բանականությունն է իշխում։ Ինչի համար, որպեսզի հերթական սպանդն իրականացնեն։ Թուրքական հիմքի վրա նայեք։ Այո, թուրքական հիմքի վրա։ Եվ նույնն էլ է ժամանակ, եթե մեր աչքի առաջ 50 տարում այս ամենը տեղի է ունենում, եթե այսպես էլ թույլ տա արարիչ, ասենք, թողի ասի լավ այդ խելքին է գնացեք, առնվազն մի քանի 10-ամյակ 20 տարի հետո հաստատ մենք ունենալու ենք այդ նույն արդյունքը։ Դրա հետևանք։ Այն ժամանակ էլ է նույնը տեղի ունեցել։ Ինչ են արել։ Մշտապես փորձել են ներխուժել, մշտապես փորձել են ավերել։ Այս ամենը տեսնելով մեր երկնայինները այդ գրքերը, որ կային այստեղ, այդ գրքերը անմիջապես իրենք հեռացրել են այստեղից։ Այդ 500 քանի գիրքը, այո, հեռացրել են, որպեսզի գոնե մենք գիտենք, մենք պատմություն գիտենք, այդ ընթացքում այ մեր երկրորդ հատորում կկարդաք, թե ինչ է տեղի ունեցել։ Այ, քանի միլիոն գիրք են ոչնչացրել, այո, վառել, թափել 99 միլիոն, դուք պատկերացնում եք ինչից են մեզ զրկել։ 99 միլիոն գիրք։ Սկզբում մեզ դա շատ անհավանական թվաց, եթերից էլ ենք մենք ասել այս մասին, որովհետև Եվ այնպես։ Ասեմ ձեզ, դուք գիտեք, որ տպագիրել է եղել, տպագրություն ենք ունեցել, տպագրական մեքենան, այսպես ասած, ոչնչացվել է Էլիասորիների կողմից, մթա 7-րդ դարում, եթե չեմ։ Դե հենց այդպես ոչնչացնելով, հիմա տեսեք ինչա այստեղ տեղի ունեցել։ Ներողություն, մեր ծնողները վաղուց այդ գիտելիքից կտրված էին։ Այո, անհատներ են պահել այդ գիտելիքները բացառիկ դժվարությամբ ընտանիքի շրջանակներում, ինչպես մեր հետևորդներից շատ լավ մի տղա կա, որ պատմեց, որ
ինքը երբ որ լսել է, պատահաբար լսել է, որ իր տատիկը 100-ամյա գրեթե աղոթում է Հուդային, ասում է ես ցնցվեցի ու տանը որպես ամոթ խայտարակություն ոնց էր այսպես են, որովհետև չեն կարողացել հասկանալ, բացատրություն չեն ունեցել, մտածել են այս ինչա քահանայել աղջիկ է եղել տատիկը։ Հուդայի անունը պահել են։ Վայ, Թուխմանոքի համար հրաշք պատմություններ ունենք։ Հեսա գնալու ենք, այնտեղ պատմելու ենք։ Այո։ Այո, այդ դրա մասին էլ կխոսենք, թե ինչու։ Թուխմանուկը այսօրվա դեսերտն։ Այո, թողենք նա դեսերտ էլի, ինչպես ասում են։ Այո, շատ ճիշտ էր ասում։ Աստվածը, խեղճ Աստվածը մի հոգի դիցա, որ մեկից խնդրանքը Ահա, ես այդ Կարարչին, որ ճիշտ անունը գոնեկել հասել է։ Այո։ Եվ ժողովուրդ ջան, ես նորից մեկ անգամ եւս չեմ հիշում եթերից թե երբ ենք ասել այս մասին, բայց հարկ եմ համարում մեկ անգամ եւս նշել, որ Աստծուն եթե դիմում ենք ուղղակի Աստված ջան խնդրում եմ ես ինչ բան անել անելի վիճակներում, երբ որ դա գնում Արարչին է հասնում, Արարիչը ինքը դա ուղարկում է Աստիուած դիցին։ Աստիուած դիցին այո, եթե դա իր հնարավորությունների, իր ֆունկցիաների մեջ է մտնում, փորձում է իրականացնել դա, եթե ոչ դա Արարչին է վերաբերվում, այսինքն նա իզորու չէ դա իրականացնելու, այդ ժամանակ արդեն այդ խնդրանքները մնում են անպատասխան, որովհետև դա իրեն չի վերագրվում։ Իսկ այն հարցին թե արդյոք Արարիչը չի միջամտում այդ խնդրանքներին, ասում ոչ։ Ինք ուղարկում է Աստվածին, Աստիուածին։ Եթե մենք Արարչի անունը մոռացել ենք, մենք արժանի ենք նրա ներողամտության այսպես մենք ով ենք, որ անգամ դիմելիս չենք ուզում հիշել ում պիտի դիմենք, բայց ակնկալում ենք օգնություն։ Հասարակական մեզ անունով եթե չեն տալիս Դե, Այո, չես նեղանում ես, որ անունդ չեն տալիս կամ կիսատ են հնչեցնում, չէ։ մի անգամ հիշեցնում ես, երկրորդ անգամ ասում ես իմ անունս, երրորդ անգամ շուռ ես գալի գնում ես ասում ես եթե չես էլ ուզում անունս հիշել։ Այո։ Ժողովուրդ ջան, ուրեմն անցնենք առաջ։ Ինչ է տեղի ունեցել ասորիների ավերումից հետո սրբավայրի ՄԹԱ 99 թվականին կառուցվել է երկրորդ սրբավայրը։ Օնրոգնոր անվամբ։ Այսինքն մի անգամ ասորիների կողմից ավերվել է։ Հետո կտեսնենք էլ ինչ է արվել։ Որը գործել է մինչև ՄԹԱ 93 սկսել է կառուցումը 99-ից 6 տարում է այս անգամ կառուցվել, բայց բացառիկ դեպք է սա, որովհետև առհասարակ 9 տարում է կառուցվում։ Ինչ որ հրատապ արագ վերականգնել են 9 տարի չի տևել, 93-ից սկսել է գործել։ Այո։ Այս ընթացքում մինչև 269 թվականը այստեղ գործել եւ աշխատել է Ագունանեի քույրը Ագումամե, Ագունանե, հիշեք անունները, այո, շատ կա նաև Արուբանի սիրուն անուններ ունեն ժողովուրդ, որ ապշում ես, ասում ես մենք ման են գալիս, երկու անուն չեն կարող, անդադ կրկնվում են, իրենց անունները համ ընդհանրապես չեն կրկնվում, համ այնքան գեղեցիկ անուններ են, օրինակ հատկապես, օրինակ Չոչանե անունը, որ չեմ կարողանում մոռանալ, շատ գեղեցիկ ու հետաքրքիր անուն դիցերից, Արգարունե անունը, որ իրենց անուններից, Իլերմանե անունը, այնքան յուրօրինակ ու գեղեցիկ անուններ ունեն ապշելու։ Այնուհետև ինչ է տեղի ունենում։ Ասացինք, որ 47 դպրանոցներից 4 լավագույններից մեկն է, 549 գիրք է ունեցել իր գրադարանում, որից հետո իդեպ ասեմ նշեմ նաև, որ այս ժամանակաշրջանում մեր ներկայիս Հայաստանի տարածքում գործել է 504 դարբնոց, այսինքն հանրակրթական դպրոց։ Դարբնոցները հանրակրթական դպրոցներն են, դպրանոցները բարձրագույն այո, որտեղ որ կրթվում են ուսուցիչները, այո, համալսարանները։ Եվ այն կարծիքը, սիրելի ժողովուրդ, որ մինչև քրիստոնեության ընդունումը
քրմական դասի մենաշնորհն է եղել կրթությունը, չի եղել հանրակրթություն, Եղել է։ միայն իշխանական ընտանիքները, թագավորական եւ Ոչ։ Նման բան Պատկերացրեք, չի եղել։ Դուք պատկերացնում եք այս քանակը դպրոցների։ Եվ ամենաշատը այդ դպրոցներում եղել են 500 աշակերտ, իսկ ամենակիչը, ամենափոքր դպրոցը ունեցել է 36 աշակերտ։ Իսկ երբ գործել է Փոքր գյուղի մի դպրոց։ Այո, ոնց որ փոքր գյուղի դպրոց։ Իսկ այս տարածքը, որը որ դպրանոց է եղել, այստեղ շատ են եղել հայերը ուսանող եւ 25000 նույնիսկ ասորիներ են այստեղ այդ տարիներին ուսանել։ Հայաստանի տարածքում Այո, եւ հայերեն լեզվով։ դարբնոցներում սովորել են 25000 ասորներ։ Ոնց որ հանրակրթական դպրոցներում։ Բայց հետագայում ինչ եղավ։ Հետագայում երբ այս ամենը ավերվեց, քանդվեց եւ որոշ ժամանակ մնաց ուղակի դադար տրվեց, ոչինչ չեղավ, արդեն եկան իրենք զբաղեցնելու։ Այս արդեն մինչ նախաքրիստոնեական ժամանակաշրջանն է, մոտավորապես 50 տարի 54 տարի առաջ։ Ընդհանրապես չի գործել վստահելու այդ չխրատվելու, հետևողական չլինելու մինչ օրս մեր այդ տեսակը շատ մեծ խանգարում է։ Այսինքն ինչպիսին մենք ենք եղել, նույնպիսին դիմացինին ենք վերաբերվել։ Մենք չենք հիմա էլ եկեք չասենք թե մենք հեշտ է մեզ ներշնչել, որ ինչի ենք մենք սենց անողնաշարության վերածել այդ միտումը, որովհետև մտածել ենք լավ, դե դիմացինս մարդ է, էլի։ Մենք հիմա էլ չենք հասկանում, որ դիմացինը մարդ չի։ Այո։ Չենք հասկանում։ Շատ Ու վերջ, դա մեկ։ Այո, մեր դիցերի թերացումն է, որի համար նրանք պատժվեցին։ Գիտեք, չէ, 600-ի մոտ մեր դիցերը ոչնչացված են։ Մերը 400,000 նրանցը պիտի ոչնչացվեն, բայց կազմակերպիչը նրանք էին։ Այս բոլոր ավերածությունների եւ հարցը գիտեք որն է, սա միայն մեր դեմ չի, չէ, ուղված։ Եթե համընդհանուր արարչական, տիեզերական ծրագիր պիտի իրականացվի, գործում է այդ ծրագիրը։ Մեր դեմ գործելով խոչընդոտում են նաեւ այդ զարգացման ծրագիրը, ընդհանուր մարդկության զարգացման ծրագիրը։ Արարչի համար 2000 տարի այս կողմ, այն կողմ, պատիժը անխուսափելի է, այդ թվում նաև մեր կողմի թերացող դիցերի։ Պատճառները սենց մի խումբ են, էլի։ Համարենք, որ ասորիներն այսօր պետություն չունեն։ Իհարկե։ Գիտեք, ամեն մեկն իր հասանելիքն է ստանում։ Մենք էլ մերը։ Չեն էլ ունենալու։ Այո։ Բայց մենք ունենալու։ Լավ, անցնեք առաջ ժողովուրդ ջան։ Ընդեղից են մեզ պահել։ Այո։ Եվ ինչ տեղի ունեցավ 56 տարի անց 254 թվականից վերսկսեց դպրանոցի աշխատանքները, սակայն այժմ այո, ոչ հայկական, այլ որպես ասորական դպրանոց։ Այո։ Պատկերացնում եք։ Իրենց գրքերով, իրենց կրթական ծրագրերով եւ խեղաթյուրված պատմությամբ, հայոց խեղաթյուրված պատմությամբ։ Թիվը մի հատ նորից կհիշեցնես։ 254 թվականից։ 254 թվական դեռ պաշտոնապես պետականորեն մենք քրիստոնյաներ չենք, բայց տեսեք ինչ է կատարվում։ Ստեղծվում են այն նախադրյալները, որի հիման վրա կաղավաղվի մեր պատմությունը, գաղափարական այնպիսի շեղում կստանա այդ պատմությունը, հետագայում կրոնով էլ կամրապնդվի այդ շեղումը, որով արդեն անխուսափելի կդառնա մեր կործանումը ժամանակի ընթացքում, այո, եւ այդպես էլ իրականացրեցին։ Հիմքը դրվել է մինչև պետականորեն քրիստոնեությունը ընդունելը։ Եվ մենք այս մեկն ենք բացահայտել, մենք դեռ չգիտենք քանի նման դպրանոց լավագույններից մեկը սա է, հա։ Հերթով այդ 504-ն էլ ձևով գնացել։ 4-ից 5% հայեր էին սովորում։ Այո, այո, հենց այդ ժամանակ արդեն սկսվել է այդ հետընթացը մեր։ Եվ ընդամենը այդտեղից ինչքան անց է, մոտավորապես 30 տարի,
եւ արդեն մենք գիտենք, որ ոչ թե 301-ին ընդունվել, այլ ավելի շուտ 286-ին եւ ընդամենը 30 տարի է անցնում, շատ հանգիստ մարդիկ կարողանում են իրենց ծրագրերն իրականացնել։ Միտեղ այս թվականին մի քիչ սրանից շուտ, մի քիչ ուշ, համենայն դեպս 1-2 սերունդ եւ իրենք իրենց ծև գործը արեցին։ Սա է ամբողջ իրականությունը։ Ասորիներն են մեր պատմությունը խեղաթյուրել, գլխավորները նրանք են։ Նրանք նույն կողմի հակառակորդ կողմի։ Այո, նրանք մեկը մյուսի շարունակություն են։ Տեսեք, նրանցից են սերված, ջուրդներից են սերված, յահուդներից էլ, եկեք այսպես ասենք, իրերին իրենց անունով այսպես կոչենք, նրանցից են սերված ասորիները, նրանցից են սերված քրդերը, թուրքերը եւ ազերները, չէ, եզդիները նրանցից չեն սերված։ Չէ, ցիգանները, հնդիկներն։ Այ այս քուրդը, ասորին, թուրքը, ազերները։ Դե նրանցից սերված։ Ազերների էլ ոչ բոլորը, բնիկ ժողովուրդներին ձուլել են, հիմա ադրբեջանցի են դարձրել, բայց այնտեղ ծագումով բոլորովին այլ մարդիկ կան։ Մի փոքր ներկայացնենք այս ներկայիս, հա։ Այդ ռուսը չի, էլի հրյանն է։ Ռուսական պետության կործանողն էլ է հրյան։ Մի փոքր ներկայացնենք այսօրվա սրբավայրը, երբ է հիմնվել ներկայիս պատմությունը եւ անցնենք առաջ։ Հա, նշենք նաեւ, որ այստեղ բացառիկ ակուստիկա է տիրում, ժողովուրդ ջան։ Մի դեպք պատմեմ, ուրեմն ես որոշել էի, որ այսօր ես այստեղ չէ, պիտի նկարահանում անեմ մի գործիքային, իհարկե մտածեցի, որ դուք միջև զբաղված լինեք, ես մի հատ լավ սիրուն մի բան կնվագեմ այստեղ եւ նարեկացի էի որոշել նվագել։ 3 չի առաջի օրը գործիքս տան մեջ դրած, ձայնը լսեցինք, որ ուսամոզով մի հատ ռումբ գցեց տան վրա։ Վազելով գնում ենք սենյակ եւ տեսնում ենք, որ կողքից ամբողջ դրած տեղը իր ստենդի վրա դրված տեղը ճակ չէ, կոտրվել է մեջտեղից այնպիսի մի կտոր, որ ինքը մի կտոր է։ Մենակ ձայնը լսեցինք, որ ուսամոզով մի հատ ռումբ գցեց տան վրա։ Վազելով գնում ենք սենյակ եւ տեսնում ենք, որ կողքից ամբողջ դրած տեղը իր ստենդի վրա դրված տեղը ճակ չէ, կոտրվել է մեջտեղից, այնպես որ ասում եմ, չենք կարող սենց անձնապես վնաս տալ, բայց կփորձենք այսպես մի բան անել, էլի։ Լավ, մի փոքր պատմենք այն ժայռի մասին առանձն ասած Լիլիթ։ Այքան հետաքրքիր պատմություն է, ժողովուրդ։ Այո, ժայռի եւ մատուրի վերաբերյալ լսենք։ Դե եղած ինֆորմացիան փորձում ենք հասկանալ, այնուամենայնիվ այնքան ակնառու է, որ այդ ժայռը ցենց կտրված է կոպիտ ասած էլի, որոշեցինք պատճառը իմանալ, հարց ուղարկեցինք Ռուբեն Գրիգորյանին, պարզվում է հետեւյալը։ Այնտեղ մոնղոլներ հարձակում բան, տարբեր վարկածներ, բայց այդպես չի եղել։ Պահպանվում են տարբեր վարկածներ։ Այստեղ ի դժբախտություն մեզ 20-ամյա Անահիտին, ով որ փախուստի է դիմել եւ պատասպարվել մատուռում, հետապնդել են հենց տեղաբնակ ավազակներ։ Եվ նա ավազակախմբից մեկը, ով երևի խղճացել է աղջկան, տեղյակ է պահել, որ հարձակում է սպասվում իր վրա, այսինքն չփախար մեզնից։ Հա, այդ օրը մենք գալու ենք մեր հարցերը լուծելու։ Եվ նա ուրիշ տեղ չգտնելով պատասպարվում է այդ մատուռի մեջ եւ դիմում է Արարչին։ Արարիչը չի անտեսում նրա խնդրանքները եւ այս խմբի աչքի առաջ իր ուրքուր մեկ էներգիան կիրառելով ուղակի կտրում է ժայռը, թեքում է, կտրում, որովհետև իսկապես կտրած է այդ ժայռը։ Եվ ով կարող է անել, եթե ոչ Արարիչը։ Չէ, ուրքուր մեկով, ճշտել ենք ուրքուր մեկով արվել դա։ Այո։ Եվ այդ սարսափած Արարիչը այսպես առանձնացնում է։ Թողնում ու փախնում է հետ բնականաբար։ Աղջկա անունն էլ այո 20 տարեկան Անահիտին են հետապնդել, որ փրկվել է Սուրբ Սրբոց սրբերից Արարչի շնորհիվ։ Այն կողմի վրա։ Հեսա վերջացնենք կնայեք արդեն կտեղեկանաք։
հոյակա պահպանված ու չի էլ ավերվել, չի փլվել, շուրջ չի եկել այդ Այնքան ճիշտ հաշվարկված է ասում արվել։ այս sense ես ձեզ ցույց կտամ ոնց են գործանում։ Ահա, այժմյան կառույցը իր տեսքը ստացել է այնպիսի մի կտոր, որ ինքը մի կտոր է։ Եվ այժմյան կառույցը իր տեսքը ստացել է 13-րդ դարում։ Եվ նրա գործողությունները կառուցման ավարտվել են ոչ թե 1201-ին, ինչպես պատմագրության մեջ է ասվում, այլ 1296 թվականին։ Բազմիցս ճշտեցինք, Սուրբ Սրբոց սրտերից արարչի պատասխանն է սա։ Այո։ Գրեթե 100 տարվա շեղումով են պատմագրության մեջ ուրեմն նշում այս եկեղեցու կառուցումը։ Այնպես որ ավելի հինա, ինչպես միշտ անունը կամ Գրիգոր Լուսավորիչը կամ Մարիամ Աստվածածինը, այն Գրիգորը, այդ բառներություն չեմ կարող իր վերաբերել։ Եթե այն Գրիգորն է, Խավարամիտ եմ ասում ես։ հա Խավարամիտ։ Ժորժյան, այսքանը այստեղ մեր հաջորդ բացահայտումները Մաստարայում եւ Թուխմանուկում։ Մելի հայրենակիցներ նորից մենք ժամանակ ունենք այստեղից խնդրելու, արարչին դիմելու։ Այո։ Արարչին, Ագումամեին, Ագունանեին, Ում ուզում եք, ում այդ այո, ում էլ դիմեք, կհասնի տեղ։ Իդեպ ասեմ այն օրերին, որ մենք ներսում էլ, արդեն ներսում էլ կարող ենք։ Ցանկացած տեղ կարող եք ձեր խնդրանքները ներսնել, դուրսնել։ Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն։ Քանի որ Մաստարայում մենք մի քիչ շտապում էինք եւ չհասցրեցինք սրբավայրի մասին ամբողջական տեղեկատվություն տալ, շարունակենք այստեղ։ Ինչպես արդեն ասացի, ոչ թե Մաստարա, այլ Մազթարա եւ սրբավայրի հիմնական գործառույթը կապված է հենց մազերի հետ։ Մազթարան ասենք, որ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Անայդայի դուստրն է։ Մազաթափություն, որ մեր ժամանակների ամենատարածված առողջական խնդիրներից է, արդեն դարձած առողջական խնդիր, կոսմետիկ խնդիր չի դա, որովհետև մազաթափությունը լուրջ պատճառներ է ունենում։ Եվ ավելորդ մազածածկույթ, որը նույնպես փաստորեն հորմոնալ խախտումների էնդոկրին համակարգի հետ է կապված այս խնդիրները եւ սրբավայրի գործառույթը։ Բացի այդ, ուրեմն մաշկային, գլխամաշկի հատկապես, թեփոտություն, վերքեր, ոսկրային համակարգի այնպիսի խնդիրներ, որոնք կոտրվածքների հետ չեն կապված, այլ հոդային, ոսկրային այլ խնդիրներ են, բոլորի ուրեմն բուժումը կարող եք խնդրել Մազտարայում։ Հիմա անցնենք Նախ ասենք, որ Մաստարա, հենց Մաստարայի այդ սրբավայրը, ինքը իրականում բագին է, Սուրբ Դից բագինի սրբավայրերից մեկն է։ Տեսեք, մենք ունենք Սուրբ Դից բագինի, Սուրբ Դից Միհրի անունով միհյաններ, բագիններ, նրանք իրականում կրում են նրանց անունը ի պատիվ այս դիցերի, բայց այնտեղ պարտադիր չի, որ գործառույթ իրականացնեն հենց անմիջապես իրենք։
այսինքն Սուրբդից Բագինը կամ Սուրբդից Միհրը։ Օրինակ մենք վերջերս ճշտեցինք, որ Միհրը կոնկրետ ոչ մի սրբավայրում չի իրականացնում ոչ մի գործառույթ։ Նույնը Բագինը։ Այն հիմնադրվել է ՄԹԱ 901 թվականին եւ սկսել է գործել ՄԹԱ 892 թվականից։ Սկզբնական շրջանում, ինչպես այնտեղ նույնպես նշեցինք, այնտեղ հաստատվել է 8 ընտանիք, հենց Մաստարայում, որից 22 տարի անց ՄԹԱ 840-ից ձևավորվել է այս բնակավայրը Մաստարա, որը կոչվել է Մաստարա։ Մաստարայի վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու։ Այ Սուրբ Թուխմանուկի վերաբերյալ, որին այժմ պիտի անդրադառնանք, շատ բան կա ասելու։ Մի բացառիկ բիցի մասին է խոսքը, որի գործառույթները շատ բազմազան են։ Ոչ միայն գործառույթներն են բազմազան, սիրելի հայրենակիցներ, այլև սրբավայր կոչվող օբյեկտները 987 ուրեմն ոչ թե տեղ, այլ տեսակ սրբավայրի վերածված օբյեկտ գոյություն ունի, որոնք բոլորը կրում են Թուխմանուկի անունը։ Ուրեմն դա կարող է լինել ժայռափոր ինչ որ տարածք, եկեղեցի կարող է լինել մատուռ, խաչքար, գերեզմանի ինչ որ հատված, ջրհոր, աղբյուր, ծառ, կարճ ասած, նույնիսկ ավետարան։ ահա, ավետարան։ Այսինքն մարդիկ դրել են ավետարանը, բայց իրանք դիմել են Թուխմանուկին։ Խնդրել են, խնդրանքն իրականացել է եւ իրենք անվանել են, որ ոնց ասած, կնքել են Թուխմանուկի ավետարան։ Ամենատարբեր պաշտամունքային այսպիսի առարկաներ, իրեր, տարածքներ, տեղանքներ, որոնք թվով 987-ն են։ Բայց իրականում որպես գործող սրբավայր ի վերուստ Արարչի կամքով Թուխմանուկի անունով եղել են 12 Հայաստանի տարածքում, այո, 12-ը։ Բայց մենք գիտենք նաև, որ արդ երկրներում էլ նույնիսկ ունեցել են Թուխմանուկի պաշտամունք, ճանաչել են նրան, դիմել են նրան, նույն Չեռնաբոգը, որին ռուսերն են պաշտում ու դիմում են, Չեռնաբոգ, հենց ինքը ասում է, որ Թուխմանուկի մասին է խոսքը, եւ ունեցել են կարաբական երկրներում։ Այո, մեր շրջակա ազգերից մոտակայքում ապրող միայն պարսիկների մոտ նրա պաշտամունքը չի եղել, այնտեղի հայերը ունեցել են, բայց պարսիկները հիմա էլ ունեն այնտեղի հայերը, դա չենք համարում պարսկական երևույթ, էլի։ Բայց հույներ, արաբական ժողովուրդները, արաբները, ռուսները, դեպի արևելք, բոլորը ունեցել են նրա պաշտամունքը։ Պաշտամունք չասենք, այսինքն ճանաչել են նրան, դիմել են եւ ստացել են։ Այո, եւ ինչու է այսքան շատ տարածվել, որովհետեւ Թուխմանուկը այն դիցերից է, ով իր բոլոր հնարավորությունների սահմաններում եւ սահմաններից դուրս փորձել է օգտակար լինել մարդկությանը։ Որտեղ լսել է, որ իր անունը տվել են, ինչ խնդիր եղել է, փորձել է ինչ որ կերպ լուծում տալ սրան։ Ինչու մանուկ, թուխը հասկացանք, մաշկը թուխ է եղել մյուսների համեմատ, մյուս դիցերի։ 18 տարեկանից, որ սովորաբար դիցերի դա այո մանկական հասակ է համարվում, 18 տարեկանից նա ստանձնել է այո մարդկանց օգնելու գործը։ Այն տարիքում, երբ որ դիցերը դեռ սովորելու, կրթվելու ընթացքում են, ինքը դրան զուգահեռ սկսել է օգնել մարդկանց։ Սա ամբողջ բոլոր քաղաքակրթությունների պատմության մեջ կարելի է ասել աննախադեպ եւ բացառիկ երևույթ է։ Երբ որ դիցը, այսպես ասած, պատճառաբանություններ չի հորինել, մտածել, օգնի թե չօգնի, չի մտածել հակառակորդ կողմը որտեղ է ինչ վերաբերմունք կունենա իր գործունեության նկատմամբ, նա օգնել է մշտապես եւ բացառապես բոլորին, ովքեր իր օգնությանը դիմել են, իրեն դիմել են։ Սա մի ֆենոմենալ երևույթ է,
Մինչև հիմա որևէ պատմաբան կամ կրոնագետ չեն կարողացել հասկանալ ով է Թուխմանուկը, ինչու է պաշտամունքը այսքան ժողովրդական եւ այսքան տարածված։ Չունեն այդ հարցի պատասխանը։ Մենք շատ լավ գիտենք, որովհետեւ նա գրեթե 3 միլիոն տարեկան է, այսինքն ապրել է բոլոր քաղաքակրթությունների ընթացքում եւ որոշել որևէ մեկը եթե հավակնում է որոշել նա երբանից է սկսել աշխատել այդտեղ ինքը չի կարող գլուխ անել նա աշխատել է միշտ ինչպես Գարեգին Սրվանցյանն է ասել աղբյուրներում կա այս փաստը ասում է ամբողջ հայքում չկա մի գյուղ որտեղ Թուխմանուկ չկա Թուխմանուկի որևէ դրսևորում մատուրա, ջուրա, աղբյուրա, ծառա եւ այլն, այսինքն ամեն առարկայի առաջ, որ հայ մարդը կանգնել եւ դիմել է Թուխմանուկին, դա դարձել է սրբավայր, ճակերտավոր ասենք կամ ուղակի իմաստով, որտեղ Թուխմանուկը լսել է իրեն եւ արձագանքել Բայց պատկերացնում ենք, չէ, ոչ թե որ կոնկրետ այդ առարկան կամ իրն էր պատճառը, այլ այն, որ ինքը Թուխմանուկը իր օգնականների հետ միասին ընդառաջ են եկել ցանկացած դիմողի խնդրանքին։ Այ ամբողջ այդ ֆենոմենը սրա մեջ է։ Եվ հակառակորդ կողմի այնպիսի հարգանք է վայելել, եւ վայելում Թուխմանուկը, որ ոչ ոք հակառակորդ դիցերից նրա սրբավայրում մի օր չի գործել։ Անձեռնախելի են եղել նրա սրբավայրերը։ Քրիստոնեության ընդունումից հետո էլ երբևիցե ոչ մի հակառակորդ դից, ոչ մի Թուխմանուկի սրբավայրում ոտք չի դրել անգամ, որովհետև ինքն իր տեղում է եղել, այսպես ասենք։ Վկան մեր այսօրվա իրականությունը տիեզերքում։ Այս ոչնչացումները Սուրբ Սրբոց Սրբերից Արարչի կողմից, այս մաքրման գործընթացը ինչու է տեղի ունենում։ Մի պարզ պատճառով չեն կատարել իրենց ծրագիրը, իրենց գործառույթը չեն իրականացրել։ Այո։ Պատճառաբանություններ, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա մենք մեր թերացումների համար 1000 պատճառաբանություն բերում ենք, ճիշտ է։ Թուխմանուկը ոչ պատճառաբանություն է բերել, ոչ էլ թերացել է։ Ոնց կարողացել է, ինչքան կարողացել է օգնել է։ Ուրեմն 673 օգնականների հետ այսօր օգնում է մարդկանց։ Իր օգնություններն է իրականացնում, որոնցից իդեպ նշեմ 397-ը կին են։ Տեսեք, շատ հաճախ է լինում, երբ մարդիկ իրենց վկայություններում պատմում են, որ իրենք դիմել են Թուխմանուկին, բայց իրենք տեսել են կնոջ, որ եկել է երազին ու ասել է, որ ես Թուխմանուկն եմ, եկել եմ, որ քեզ օգնեմ։ Ցույց են տվել, որ եկել են օգնություն իրականացնելու։ Հարց է առաջանում, այո։ Այդ ինչպես, եթե Թուխմանուկը մենք գիտենք ինքը տղա է, տղամարդ է, այս ինչպես է որ կին է գալիս։ Պարզվում է, որ սա իր օգնականներից որևիցե մեկն է, այդ 397 կանանցից մեկը։ Այսինքն, եթե նա մոտենա ասի, ես օրինակ Մրան Գոնեն եմ, հա, ինչ պիտի իմանա կամ ինչպես էր աշխատող Մրեգանե անունով դիցը, որ ներկայումս էլ այստեղ պիտի աշխատի, ինչպես պիտի նա իմանար դիմողը, թե ով է Մրեգանեն օրինակ, բայց քանի որ ինքը գիտի Թուխմանուկին, անմիջապես ասում է, ես Թուխմանուկն եմ, այսինքն Թուխմանուկի կողմից եմ եկել եմ քեզ օգնելու համար։ Եվ եւս մի շատ կարևոր փաստ ունենք արձանագրված, որի մասին այսօր էլ մեր հետևորդներից մեկը հարցրեց, թե ոչ մի անգամ, ոչ մի պատարակ, ոչ մի ծիսակատարություն Թուխմանուկի սրբավայրերում չի իրականացվել։ Ոչ։ Եվ իսկապես ոչ մի եկեղեցական, ոչ մի եկեղեցի մուտք չի գործել, բացարձակապես։ Եվ ինչի կոմունիստների ժամանակ Դե կոմունիստների ժամանակ պատկերացրեք բոլորն են, ասենք, հեռացել կրոնից, այսպես ասենք, բայց հայ առաքելական եկեղեցին, որը մի կողմից ընդունում է, որ Թուխմանուկը կա այդպիսի պաշտամունք եւ ինքը ստիպված չի արգելում, չի դեմ դուրս չի գալիս կոպիտ ասած, իրոք ստիպված, որովհետեւ ինքը հասկացել է, որ
այդ պաշտամունքը այնքան հզոր է, վկայությունները այնքան շատ են, որ եկեղեցին ոչինչ չի կարողացել անել դրա Մենք դեմ։ ճշտեցինք, որ նույնիսկ այն ժամանակ բոլոր պաշտոնատար այրերի, դիմորդներին, երեխաներին նրանց, ընտանիքներին ամեն կերպ երբ դիմել են Թուխմանուկին, մշտապես օգնություն է ցույց տվել։ Այսինքն նրանց կողմից էլ այդքան սիրված եւ հարգված է եղել, որ ոչ մի դեպքում այդպես չեն ցանկացել, ռիսկ չեն արել, որպեսզի կպնեն Թուխմանուկի սրբավայրերին, նրա անվանը, նրա տարածքներին։ Պատկերացրեք, կրոնական քանի փոփոխություն է եղել։ Մենք մեր եթերներից մեկում խոսել ենք այդ մասին։ Կրոնի քանի դրսևորում է փոխվել, ճիշտ է։ Մեր քաղաքակրթության ընթացքում հասարակարգային քանի փոփոխություններ են եղել։ Ստրկատիրությունից, որը Հայաստանում չի եղել, մինչև կոմունիզմ, մինչև վայրի կապիտալիզմ, Թուխմանուկին ոչինչ չի եղել։ Ոնց աշխատել է, այնպես էլ աշխատել է։ Կրոն կփոխվի, հասարակարգ կփոխվի, կառավարություն կփոխվի։ Դա իրան չի Ինքը իր վերաբերվել։ գործը արել է, Մշտապես դրա օգնել է։ համար այսպիսի համաժողովրդական սեր է վայելում այս դիցը։ Ամուսնուս երեք պատմում եմ մի քանի բան, ահապարանից է, ասում է, լսի, հիշեցի մեր մոտ ընդունված պատմություն է մի հատ, շրջանի ադմինիստրացիայի շենք մտնում է մի խեղճ ու կրակ գյուղացի գլխարկը գլխին, այս քաղկոմի քարտուղարն ով է, սովետի ժամանակ էլի, ասում է, ինչ անշնորհք մարդ ես, հələ գլխարկը թանի, ասում է, ինչի դու մեր սուրբ դու Թուխմանուկն ես, որ մտնելուց գլխարկը հանեմ, դու ով ես, որ քո առաջ գլխարկը հանեմ։ Թուխմանուկը մնացել է Թուխմանուկ։ Եվ ավելին ասեմ, հայ առաքելական եկեղեցին ինչ որտեղ հարմարվել է նրա գոյության փաստին, սա նրա հաղթանակն է, սա ժողովրդի հաղթանակն է, հին հավատամքի հաղթանակն է կրոնի նկատմամբ, քրիստոնեության նկատմամբ, որովհետև ոչ մի մեկնաբանություն չունեն, ոչ մի բացատրություն չունեն, որտեղից է ծագում Թուխմանուկը։ Ինչ անհեթեթություն ասեք, իրենք հորինել են, մտածել են, գրի են առել, դուրս են տվել ներողություն արտահայտությանից, բայց ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Եվ Թուխմանուկի շնորհիվ մենք ունենք այդ հաղթանակ։ Ես համարում եմ սա քրիստոնեության դեմ մեր ազգային իմունիտետի դրսևորումներից մեկը, որ չի մոռացվել, այնքան չի մոռացվել, մինչև եկեղեցին ինքը գնացել է անթառաջ։ Ասել է, հա լավ, շատ եք Դուք ձեր Թուխմանուկ գնացեք դիմեք։ Ոնց կարելի է չընդունել։ Ու ինչ ասում է, եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, որտեղ ժողովուրդը այնտեղ է եկեղեցին, այսինքն չենք կարում ձեզ բերենք մեր դաշտ, լավ մենք գալիս ենք ձեր դաշտ, անունը էլի դնում ենք եկեղեցի։ Թուխմանուկը նայում է, լսում է, ասում է, անցանք առաջ, ես իմ գործը անում եմ։ Իսկ ինչ գործեր անում, Գորջան։ Գործառույթները։ Ամենատարբեր գործառույթներ է իրականացնում, այսինքն ով ինչ խնդրանքով դիմել է Թուխմանուկին, նա ստացել է օգնություն նրանից։ Բացի չբերությունը։ Իհարկե, պատմական աղբյուրներում նույնպես պահպանվում են փաստեր, որ ասվում է, որ բազմաթիվ անգամ նա օգնել է չբերներին, երեխա են ունեցել, այո։ Այսպիսի փաստեր, բայց մեր հարցմանը, իդեպ պատասխանում էր Սուրբ Սրբոց Սրբերի ծառարիչը, որ եղել են դեպքեր, որ շատ լուրջ խնդիրներ չեն եղել, այսինքն նա իզորու է եղել այդ խնդիրները հարթելու, բայց նրա գործառույթների մեջ չի մտնում կոնկրետ չբերությունը։ Այսինքն մի քանի դեպքեր գուցե այն երեխա չունենալու պատճառը բու չբերության հետ չի կապված եղել, ուրիշ խնդրի մեջ է։ Կարողացել է նաև օգնել Թուխմանուկը։ Օգնել է երիտասարդներին, հատկապես նրա գործառույթը իրականանում է երիտասարդների շրջանակներում։ Ամուսնության հարցերով օգնություններ շատ ցուցաբերել է։ Կռվարար երիտասարդներին հաշտեցնելու շատ մեծ գործառույթ է ցուցաբերել։ Այո, ներողություն Գորջան, կտեսնեք փողոցում իրար ուտում են, կռվում են, օրինակ այն օրը արունահեղություն էր մեր փողոցում,
Ես չգիտեի, որ թուխմանուկը այդ գործառույթը ունի։ Տեղն ու տեղը խնդրեք, հանդարտեցումը իր գործառույթն է։ Հերա լուրա, բան չեմ անում։ հերա հիլա։ Այո, նրանք էլ են շտապօգնության գործառույթ իրականացնում։ Օգնում է զինվորներին, թուխմանուկը մեծ գործառույթ ունի նաև այս ոլորտում։ Մեր սահմաններում սահմանապահներին է օգնում, զինծառայողներին է օգնում։ Ռազմի դաշտ։ Այո, ռազմի դաշտում է օգնություններ ցուցաբերում։ Ամեն տեսակի հիվանդություններից ջերմիջեցնող վարքյանական դիմում են թուխմանուկին, լույսը բացվում է, մարդը առողջ է, ասենք այդ վիրուսային բաների հիվանդությունների ժամանակ։ Ճանապարհորդներին, ովքեր մոլորվել են, ովքեր ուշանում են, անհաջողություն, տեղացնելու խնդիր, մի խոսքով ցանկացած կյանքին անմիջական առնչվող խնդիր ունենալու դեպքում դիմում ենք Սուրբ Թուխմանուկին։ Անթիվ անհամար են, անթիվ անհամար։ Հարցերը հետո Ժողովուրդ ջան։ Մի փոքր էլ ներկայացնենք մեր այս փոքրիկ մատուրը երբ է ի սկզբանե կառուցվել եւ արդեն անցնենք մեր թեմաներին հիմնական։ Շատ հետաքրքիր թեմա ենք այսօր ձեզ համար պատրաստել, կանցնենք դրան։ Ուրեմն սկզբնական կառույցը ի սկզբանե մեր թվարկության մեջ 689 թվականին է կառուցվել, իսկ ներկայիս փոքրիկ մատուրը կառուցվել է 899 թվականին։ Նա այսա նախկին սրբավայրից 400 մետրով հեռու է, հեռավորության վրա է։ Իրականում այն այդ էներգետիկ դաշտի վրա չի եղել, ինքը սրբավայրի տարածք չի սա, բայց այնքան սիրված է եւ հարգված Թուխմանուկը Սուրբ Սրբոց Արարչի մոտ, նրա գործառույթը այսպիսի բազմազան, հա, որ մարդիկ տեղը գիտեն գալիս են, նա համաձայնվեց, որպեսզի սա կոնկրետ սրբագործի, որ ինքը դառնա սրբավայր։ Այսինքն սա կդառնա 13-րդը։ Գոհար ջան, ուզում եմ Մասթարայի վերաբերյալ մի կարևոր փաստ նշել, դա նույնիսկ փաստ չի։ Ուղղակի մեր բլոգերների եթերներ պատրաստող, պատմական թեմաներով, սրբավայրերի թեմաներով, եթերներ պատրաստող լրագրողների ուշադրությունն եմ ուզում հրավիրել։ Մեր աշխատանքը շատ է ծանրաբեռնված, որովհետև մենք ի վերջո պատմաբաններ չենք։ Մենք ստիպված ենք լինում ինչ որ աղբյուրներ ուսումնասիրել, հետ դառնալ եւ այլն, բայց ամբողջ գրականությունը կարդալու մենք ի վիճակի չենք։ Այնուամենայնիվ, այս ուսումնասիրությունների ժամանակ մի քանի անգամ ես հանդիպեցի մի այսպիսի անհեթեթության, որ ասվում է Գրիգոր Խավարամիտը, Կեսարիայից գալիս Հովանես Մկրտչի մասունքները իր հետ բերում է, թաղում է այստեղ Մասթարայի տեղում, այսպես ասած, եւ նրա վրա եկեղեցի է կառուցում, այդ եկեղեցին է հասել մեզ։ Միաժամանակ բոլոր աղբյուրները նշում են, որ ամենահինը ինքը 5-րդ դարի կառույց է։ Չգիտեն որ դարի է։ Իրականում բոլորը նշում են, որ հստակ պարզ չի, հավանաբար 5-րդ դարի։ Վաղ քրիստոնեական եւ այլն լոլոներ ոչ ոք չի հարցնում, եթե կառույցը 5-րդ դարում է կառուցվել, Խավարամիտը ոնց կարող էր բերել, թաղել 4-րդ դարում, հա, բայց 5-րդ դարում նորից կենթանացել էր, եկել էր ինչ որ բաներ կառուցում, Այսինքն այդ ժամանակաշրջանում չի էլ եղել, նա կենթանի չի եղել այդ ժամանակաշրջանում։ Ինչ որ կերպ, ինչ որ մի բանի հետ կապելու համար մասունքը տարավ, մասունքը բերեց, մասը տարան, երբ որ Էջմիածնից գալիս էին ասում սայլերով վանքապատկան ունեցվածքը տանում էին դեպի Էջմիածին, ժողովուրդը ասում էր մասը տարան, Հա։ ոչ մասը տարան, ոչ էլ մասունքը բերեցին, մազթարա, իմիջայլոց թար արմատը նշանակում է ձև, մազ և ձև
երկու արմատների միությունը ինչ որ բան հիշում է մազերի վերաբերվող բուժման վերաբերյալ մազը եւ թարը արդեն խոսում են ինչ որ բանի մասին Այո գնանք առաջ Այսքանով ավարտենք սրբավայրերի թեման անցնենք մյուս կարևորագույնին